Եվ այսպես Էմիր Կուստուրիցայից անցնենք ոչ այդքան հաճելի այլ թեմաների եւ արձանագրենք, որ Անտալիայում տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի գլխավոր փորձը։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես հայտնի է, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արդեն 4-րդ տարին անընդմեջ Անտալիայում կազմակերպում է դիվանագիտական ֆորում, որին ներկայանում են տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական իշխանության ներկայացուցիչներ եւ ցավոք սրտի դատելով այն գործընթացներից, այն գնահատականներից, ելույթներից, որոնք մենք լսեցինք Անտալիայում, Հայաստանի Հանրապետությունը ներկա լինելով Անտալիայի դիվանագիտական ֆորումին, նա ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ էր, այլ բանակցությունների սեղանի վրա։ Եկեք հիմա հիմնավորենք այս թեզը։ Անտալիայում Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչը Սերդար Քլիչով պատասխանատու է Հայաստանի Հանրապետության հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար, վստահություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ։ Տրամաբանական հարց կարող է առաջանալ, իսկ Սերդար Քլիչը նա Հայաստանն է ներկայացնում, այդքան վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններ է իրականացնելու։ Լավ, սա Թուրքիան մի կողմ դնենք։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մեր բոլորիս հաշվին խաղաղություն եւ վստահություն է, փոխվստահության մթնոլորտ է ձևավորում Հարավային Կովկասում։ Մեկնաբանելով Հայաստանի հետ ընթացող բանակցային գործընթացը նա նշել է հետևյալը, որ Զանգեզուրի միջանցք ասվածը, Զանգեզուրի միջանցք նախագիծը, որ իրականացվի, դա նպաստելու է նրան, որ Հարավային Կովկասում վստահության մթնոլորտը ավելանալու է, բարձրանալու է։ Կրկին ասեմ, մեր հաշվին իրենք վստահության մթնոլորտ են ձևավորում Հարավային Կովկասում։ Լավ, մի կողմ ենք թողնում այս պետությունների ներկայացուցիչների ելույթները, ի վերջո ենք Հայաստանը չեն ներկայացնում, բայց ինչ ելույթներ էր ունենում Արարատ Միրզոյանը, ինչ գնահատականներ էր տալիս Արարատ Միրզոյանը, իր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ինչ մտքեր էր ներկայացնում Արարատ Միրզոյանը։ Միրզոյանի խոսքերից մենք իմացանք, որ պաշտոնական Երևանը պատրաստ է կատարել Բաքվի եւ Անկարայի հերթական պահանջը եւ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Արարատ Միրզոյանը իհարկե դա մի փոքր այլ կերպ ներկայացրեց, ասաց, որ պաշտոնական Երևանը պատրաստ է Բաքվի հետ ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, դրանից անմիջապես հետո 10 րոպե անց ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթը, բայց նաև հավելեց հետևյալը, որ գլոբալ առումով հայկական կողմը այդքան էլ մեծ կարևորություն չի տալիս, թե սկզբից կստորագրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթը եւ հետո նոր այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, թե սկզբից պայմանագիրը, հետո լուծարման մասին փաստաթուղթը։ Տեսեք, եթե մարդիկ մի փոքր ծանոթ են Ադրբեջանի քաղաքական մշակույթին, հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ժառանգությանը, իրենք կարող են փաստել հետևյալը, որ Ադրբեջանը այստեղ եւս կարող է խաբել եւ կստացվի մի պարադոքսալ իրավիճակ, երբ որ կստորագրվի փաստաթուղթ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, բայց այսպես կոչված խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Եթե դուք կարծում եք, որ սա անհավանական զարգացում է, իրադարձությունների զարգացման անհավանական սցենար է, ապա ինքներդ ձեզ հարց տվեք 7-8 տարի առաջ դուք կպատկերացնեք, որ Արցախում հայ չի լինի, Ստեփանակերտում էլ կծածանվի ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Ադրբեջանի դրոշը։ Ինչ էր նաև եւս ասում Արարատ Միրզոյանը, փաստացի թուրք-ադրբեջանական ծրագիրը Զանգեզուրի միջանցքի հետ կապված հայկական կողմը ընդունել է եւ պատրաստ է ծրագիրը կյանքի կոչել։ Ճիշտ է, Արարատ Միրզոյանը դա մի փոքր այլ կերպ մեկնաբանեց, մի փոքր այլ կերպ ներկայացրեց։ Նա ասաց հետեւյալը, որ պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկ է արել, ըստ որի ադրբեջանցիները կարող են օգտվել հայաստանյան տրանսպորտային ենթակառուցվածքներից, մասնավորապես երկաթ գծից, եւ նաև առաջարկել են հետեւյալ, որ ֆիզիկական զննություն ադրբեջանական բեռները Հայաստան մտնելիս չեն ունենալու, տեղադրվելու են հատուկ սկաներներ, հատուկ միջոցներ, ինչպես նաև հայտարարագրի լրացման հատուկ ընթացակարգ է լինելու, որպեսզի ֆիզիկապես ադրբեջանական բեռները Հայաստանի Հանրապետության տարածք մտնելիս եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս իրենք չկիրառվեն։ Այդ ֆիզիկական զննությունը չլինի։ Կրկին ասենք, այլ կերպ ասած, Արարատ Միրզոյանի լեզվից ավելի պարզ հայերեն լեզվի թարգմանելով պետք է ընդգծենք հետեւյալը. հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել Զանգեզուրի միջանցքը։ Այլ կերպ ասած, Անտալիայում տեղի է ունեցել Հայաստանի լիակատար անվերապահ կապիտուլյացիայի, այսպես դիվանագիտական գլխավոր փորձը։ Արձանագրենք նաև հետևյալը.
Արարատ Միրզոյանը Անտալիայում ասում է, որ իրենք պատրաստ են փաստացի տրամադրել Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքը, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում այցելում է Սյունիքի մարզ, այցելում է տարբեր գյուղական համայնքներ եւ քաղաքացիների մոտ հենց այդ Զանգեզուրի միջանցքի քարոզն է անում։ Նա ասում է հետեւյալը. մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ պետք է ապրենք։ Եվ նաև նշում է հետեւյալ, որ եթե այդ միջանցքը, եթե այդ երկաթգիծը լինի, այսինքն երկաթգիծ, որ իրենք տրամադրելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի վերահսկողության կամ տիրապետության տակ, դրանից Հայաստանը ոչ միայն միլիարդավոր դոլարների շահույթներ է ունենալու, այլ նաև մենք ունենալու ենք ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության ճանաչում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն տեսեք, առողջ տրամաբանությունը եւ ընդհանրապես պետության զարգացման տրամաբանությունը հուշում էր, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ զարգացման կարևորագույն խարիսխը դա բանակն է, որովհետեւ երբ որ դու ունենում ես բանակ, դու կարողանում ես ապահովել թե արտաքին թե ներքին անվտանգությունը, դրա շնորհիվ զարգանում է տնտեսությունը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ գլխի վայր է շուտ տալիս, նա ասում է, որ մենք քանի որ չենք ուզում գոյատևել, այլ ուզում ենք ապրել, եկեք այդ ճանապարհը տրամադրենք Ադրբեջանին եւ այդ ճանապարհը, որը կտրամադրվի Բաքվին եւ Անկարային, Հայաստանի համար ամեն ինչ կապահովի, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականություն եւ զարգացում, կրկին ասենք, Արարատ Միրզոյանը Անտալիայում քարոզում էր այն, որ ընդունում էր այն, որ մենք պատրաստ ենք տրամադրել Զանգեզուրի միջանցքը, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում քարոզում էր, որ դա տեղի ունենալու, բայց խնդիրը գիտեք նաև ինչու՞մ է կայանում, որ եթե այդ անվերապահ կապիտուլյացիան կայացվի, այդ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվի, նույնիսկ դրանից հետո Բաքուն եւ Ադրբեջան, Բաքուն եւ Անկարան պատրաստ չեն Հայաստանին տալ այսպես կոչված իրական խաղաղություն, իրական Հայաստանին իրական խաղաղություն։ Ծանոթացեք ադրբեջանցի այլ պաշտոնյաների գնահատականներին, Հիկմետ Հաջիևից մինչև իրենց մեջլիսի падգամավորներ եւ խոսնակներ, ինչ են իրենք ասում, որ քիչ է որ Հայաստանը ընդունեն բոլոր պահանջները, որոնք ներառված են այսպես կոչված խաղաղության պայմանագրի մեջ։ Սահմանադրությունը պետք է փոխեն, բանակի թվաքանակը, զինատեսակները հայկական պետք է սահմանափակվեն, մի բաներ պետք է մենք փոխհատուցում վճարենք այսպես կոչված օկուպացիայի տարիների համար, ադրբեջանցի այսպես կոչված փախստականներն էլ պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն, այսինքն նույնիսկ եթե այդ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվի, դրանով իսկ զիջումները չեն կանգնելու, չեն դադարելու, նաև վերջին տարիների ընթացքում մենք պետք է արդեն համոզված լինենք, որ ադրբեջանցի պաշտոնյաների գնահատականները, ձևակերպումները, հայտարարությունները ոչ այնքան ներքին սպառման համար էլ, այլ իրենք նաև փաստացի հայ ժողովրդին տեղեկացնում են իրենց ծրագրերի մասին։ Արձանագրենք հետևյալը, իրողությունները, տրամաբանությունը, առողջ բանականությունը հուշում են, որ այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով, նրա վարած քաղաքականության պատճառով, իր թիմի եւ իրենց աջակիցների կողմից իրականացված քաղաքականության պատճառով, այդ իրավիճակից Նիկոլ Փաշինյանի ունակությունները թույլ չեն տա Հայաստանը դուրս բերել առանց տարածքային կորուստների, առանց ինքնիշխանության մակարդակի կորուստի։ Շատ կարևոր է, որ այս ամենը հստակ իրենց համար ֆիքսի Հայաստանի եւ ընդհանրապես հայության ոչ միայն քաղաքական վերնախավը, այլ նաեւ տնտեսական վերնախավը, բիզնես էլիտան, եւ դա կլինի բուժման ուղղված առաջին եւ կարևորագույն քայլերից մեկը։ Մտածեք այդ մասին։